Այսօրվա պատգամը շատ կարճ է եւ հետեւյալն է կոչվում վերնագիրն, այսինքն կարճ կոչվում է սիրտդ մի խստացու։ Սիրտդ մի խստացու։ Կարող ես ձեռքը դնել քո սրտին եւ ինքդ քեզ ասել այդ խոսքը։ Սիրտդ մի խստացու, թող սիրտս չխստանա։ Ուզում եմ մի հարց տալ, մի քանի հարց այսինքն։ Ասացիք ինձ խնդրեմ, երբևէ ձեր սեփական աչքով տեսել եք, որ ծովը բացվի եւ մարդիկ ցամաքով անցնեն։ Դուք ձեր աչքերով դա տեսել եք, նման հրաշք տեսել եք, չենք տեսել։ Հանկարծ չասեք տեսել եմ, քարոզս կփչանա։ Հաջորդ հարցը իմա տամ։ Երբևէ տեսել եք ձեր աչքով, որ անապատում ժայռից ջուր բխի։ Անապատում, որտեղ ոչ աղբյուր կա, ոչ անձրև կա, հանկարծ ժայռից առատ ջուր բխի։ Արմեն եղբայրն ասում է, անապատ չենք տեսել։ Ուրեմն օգնենք ուղարկենք Եգիպտոս Արմեն եղբորը, բայց լյան քրոջ հետ միասին։ Հաջորդ հարցը, իսկ երբևէ տեսել եք, որ երկնքից հաց իջնի ձեզ վրա։ Ձեր գլխին հաց ընկնի։ Տեսել եք տենց բան։ Բայց ֆիզիկապես ուղիղ իմաստով, որ տեսեք լավաշներ է իջնում երկնքից, կամ մատնակաշ, կամ գաթա, որտեղ մանանան գաթայի նման էր, չէ՞ գրված է քաղցրահամեր։ Մյուս հարցը, իսկ երբևէ տեսել եք, որ երկնքից միս թափվի ձեր գլխին, միս։ Չեմ ասում սատկած ագրավ ընկնի ձեզ վրա, բայց լորի առողջարար, որի մեջ խոլեստերին չկա, առողջարար միս, ոչ էլ կարծեմ, չգիտեմ ինչ էր, իսկական էր, պատրաստի էր, արդեն բաստուրմա դրած էր, ինչ էր, բայց օգտակար էր, իջավ իրանց վրա։ Հաջորդը հարցը, իսկ եթե տեսնեիք այս բոլոր հրաշքները ձեր աչքերով, ինչ կանեիք, ինչ կանեիք, կուրախանայիք, հետո ինչ կանեիք, կզարմանայիք, կնկարեիք Facebook կգցեիք, բոլորին կպատմեիք այդ մասին, բայց մի բան կփոխվեր ձեր մեջ, թե չէր փոխվի։ Կփոխվեր, չգիտեմ, ես չունեմ այդ վստահությունը։ Ինչու։ Եկեք հիմա տեսնենք Եբրայեցիների թղթի հեղինակը այդ դեպքերը տեսած ժողովրդի մասին ինչ ասաց։ Եբրայեցիների 3 գլուխ 7-րդ խոսքից են կարդում։ Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. այսօր եթե նրա ձայնը լսեք, երբ ենք լսում Տիրոջ ձայնը, երբ է Տերը խոսում մեզ հետ, այսօր եւ հենց հիմա։ Հավատում եք, որ մարդը կարող է լսել Աստծո ձայնը, եւ Աստված խոսում է այսօր էլ մեզ հետ, այսօր, եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք կամ մի խստացրեք, ինչպես փորձության օրը անապատում, որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, ու տեսան իմ գործերը 40 տարի։ Դրա համար այդ սերնդից ինչ արեցի, Աստված ինչ ասում, ինչ արեցի, զզվեցի եւ ասացի, միշտ մոլորվում են սրտով եւ նրանք իմ ճանապարհները չճանաչեցին, այնպես որ ես իմ բարկության մեջ երթվեցի։ Տեսեք, Աստված երկու բան արտահայտեց՝ զզվանք եւ բարկություն։ Զզվեց, բարկացավ, երթվեց։ Ես իմ բարկության մեջ երթվեցի, որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն։ Աստված ինչ արեց, այդ ազգից գրված է զզվեցի, ազգից կամ սերնդից մեկ այլտեղ գրված է, Աստված գրած է զզվեցի։ Միթե կարող է սիրո Աստված զզվել։ Եթե Սուրբ Գիրքն ասում է, ուրեմն զզվում է։ Զզվել ոչ միայն ինչից, մենք կարող ենք ասել, այո, Աստված մեղքից զզվում է, ստությունից զզվում է, չգիտեմ, պղծությունից զզվում է, բայց այստեղ Աստված զզվեց սերնդից եւ ազգից։ Միտեղ սերունդ է գրված, միտեղ ազգ է գրված։ Սիրո Աստված։ Շատերն են այսօր Աստծուն պատկերում որպես մեծ հումանիստ,
անսահման հումանիստ, մարդկանց մեղքերի վրա աչք փակող, հանդուրժող, չպատժող, չհատուցող Աստված, բայց ներեցեք, դա ամբողջական պատկերը չի մեր Աստծո։ Աստված նաև զզվում է, եւ Աստված կարող է ոչ միայն մարդուց զզվել, ազգից էլ զզվել, սերունդից էլ զզվել։ Ես չեմ ասում, ոչ միայն 5 կտակարանն է ասում, այլև նոր կտակարանն է ասում այդ մասին։ Հռոմեացիների 2-րդ գլխի 5-րդ խոսքում տեսնում ենք հատկապես այն տեսակը, որից Աստված գարշում է, խուսափում է, մերժում է, ասում է հետևյալը, բայց դուք խստությամբ եւ չզղջացող սրտով, դու քո խստությամբ եւ չզղջացող սրտով, քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում։ Մարկա փողա կուտակում, խնայությունա կուտակում, մարդ էլ կա, իր խստասրտությամբ այսօրվա պատգամի վերնագիրը սիրտդ մի խստացրում։ Դու քո խստությամբ եւ քո չզղջացող սրտով, ահա թե ինչն է զզվելի Աստծո համար, մարկային չզղջացող սիրտը, քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում, Աստծո բարկության եւ այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Հիմա ուզում եմ մի հարց տալ։ Կան արդյոք բաներ, որոնցից Աստված զզվում է այս ազգի եւ այս սերունդի մեջ։ Դուք գուցե կարող եք ասել Աստված հրեաներից զզվեց։ Եթե Աստված հրեաներից զզվեց, կարող է Աստված հայերից էլ զզվել։ Եթե Աստված այդ սերունդից զզվեց, չէ, որովհետև այդ սերունդը չմտավ Քանանի երկիր, հաջորդ սերունդը մտավ։ Կարող է Աստված 21-րդ դարի այս սերունդից էլ զզվել։ Եթե զզվելի բաներ անենք, գարշելի բաներ անենք, մենք էլ զզվելի կլինենք։ Եթե զզվելի չլինենք, եթե մեկին զզվացնենք, կզզվի։ Չէ, այսինքն զզվել միայն չի նշանակում ուղղակի սենց սիրտս խառնում է քեզանից, նաև մերժել, հրաժարվել, չուզենալ քեզ հետ հաղորդակցվել։ Եվ այսօր կարող ենք քննել մեր ներս, արդյոք մեր ներսում էլ բաներ կան, որ Աստված զզվում է, թե ոչ։ Եբրայեցիների թղթում 3 անգամ եւ 3-րդ գլխում 3 անգամ եւ 4-րդ գլխում 1 անգամ հեղինակն ասում է, երբ որ Սուրբ Հոգին խոսի ձեզ հետ, ձեր սրտերը մի խստացրեք։ Սա է նաեւ պատճառը, թե ինչու շատերը չեն լսում Աստծո ձայնը, ոչ թե որ Աստված չի խոսում իրենց հետ, խոսում է, բայց չեն կարողանում լսել, որովհետև իրենց սրտերը խստացրել են, դարձել են անզգամ։ Եվ շարունակությունն ասում է Եբրայեցիների 2 գլխի 15-րդ խոսքից, ձեզ համար թույլ տվեք կարդամ, ասում է թե ինչ եղավ նրանց հետ հետագայում, ինչ ճակատագրի նրանք արժանացան։ Եբրայեցիների 2 գլուխ 15-րդ խոսքում ասում է, որովհետև քանի որ ասում է այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք, ինչպես դառնության օրերին։ Այնտեղ ասում է ինչպես բարկության օր, այստեղ ասում է ինչպես դառնության օրը։ Ոչ թե որ ժողովուրդը դառնացավ, այլ Աստված դառնացավ։ Իշ մեկ անցած կիրակի Հովիկ եղբայրն ասաց Սուրբ Հոգուն մի վշտացրեք։ Եթե դու Սուրբ Հոգուն վշտացրեցիր, Սուրբ Հոգու պտուղն ինչ է, ուրախություն։ Չես ունենա, կզրկվես։ Եթե քեզ ուրախացնողին, քո մխիթարիչին դառնացնես, ելով քեզ պիտի ուրախացնի եւ մխիթարի։ Որովհետեւ ովքեր էին, որ լսեցին եւ դառնացրին նրան, լսեցին, բայց դառնացրին նրան։ Ոչ բոլորը նրանք, ովքեր Մովսեսի միջոցով դուրս են եկել Եգիպտոսից, 40 տարի ումից զզվեց, չէ որ մեղք գործողներից, որոնց ոսկորներ ընկան անապատում, եւ երթվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին, եւ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Տեսեք, Եգիպտոսից աշխարհից դուրս գալը մի բան է, խոստումի երկիր մտնելը մեկ այլ բան։ Երբ որ դու աշխարհից դուրս ես եկել, դա ամենևին երաշխիք չի, որ դու անպայման ներս կմտնես։ Ապաշխարությունը ոչ միայն դուրս գալ է ինչ-որ միտեղից, ապաշխարությունը նաև ներս մտնել է, սա է լիարժեք ապաշխարությունը։ Եթե դու հիմա եկեղեցում ես, դա անպայման երաշխիք չի, որ դու տեղ ես հասնելու, եթե դու ինքդ քո վրա հույսը դնես, եթե դու ապրես քո համար եւ քո կյանքով,
ամենևին Աստված չի հետաքրքրվի քեզանով։ Բայց մեր կյանքը Քրիստոսն է դառնում, երբ որ մենք ապաշխարում ենք եւ թողնում ենք մեր հին կյանքը, դա է ապաշխարությունը։ Ուրեմն դուրս եկան, բայց ներս չմտան։ Ինչ է նշանակում մի խստացրու սիրտը, ինչ է նշանակում սրտի խստություն։ Սրտի խստություն, այսինքն կարծրություն, չէ, քարացած սիրտ։ Եվ որոնք են սրտի խստության, քարացման նշանները, արդյոք դա կարող է հավատացյալներին սպառնալ, թե ոչ։ Հրեաները 40 տարի տեսան Աստծո ձեռքը, Աստծո հրաշքները, ծովը ճեղքվեց, Եգիպտոսից ազատագրվեցին, ջուր խմեցին, երկնքից հաց իջավ, միս էին ուզում, միս էլ տվեց, ազատություն տվեց, ամեն ինչ Աստված տվեց, բայց նույնը մնացին, չփոխվեցին։ Ամեն անգամ ուտելուց իրանց սրտերը ավելի քարանում էր, քան թե փափկանում էր։ Սա կարող է սպառնալ այսօրվա հավատացյալներին էլ քույրեր եղբայրներ, եթե չէր սպառնում, Եբրայեցիների թղթի հեղինակը չէր գրի նոր կտակարանում եւ ասել դուք էլ զգուշ եղեք, որ չլինի թե հետ մնաք եւ դուրսը մնաք։ Սրտի խստության նշանները, նախանշանները որոնք են։ Նախ Աստվածաշունչը 800 անգամ խոսում է սրտի մասին։ Եթե մի գիրք 800 անգամ մի բանի երևույթի մասին խոսում է, ուրեմն այդ երևույթը ինչ է, շատ կարևոր է։ Սողոմոնն ասում է ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո փողերին։ Տենց է ասում, քո ավտոյին, քո տանը, չէ, քո սրտին զգուշացիր, որովհետև այդտեղից է քո կյանքի ելքը։ 800 անգամ։ Ինչ է վերջ-վերջո սիրտը։ Իմ մոտ հետ տարեք, խնդրում եմ։ Ինչ է վերջ-վերջո սիրտը։ Շատ է խոսում սրտի մասին, սիրտդ բացիր, սիրտդ թափիր Աստծո առաջ, չէ, հնազանդվիր եւ այլն։ Ինչ է սիրտը։ Սիրտը մեր միտքն է, մեր կամքն է եւ մեր զգացմունքներն են։ Այս երեքը իրար հետ մեր սիրտն ենք ասում, այսինքն երբ որ Աստվածաշունչն ասում է սիրտդ բացիր, այսինքն միտքդ բացիր։ Կամքդ հնազանդեցրու, զգացմունքները տուր Սուրբ Հոգու ազդեցության տակ, որտեղ Սուրբ Հոգու պտուղը նաև զգացմունք է, ուրախություն, քաղցրություն, չէ։ Ուրեմն դա մեր միտքն է, մեր կամքն է եւ մեր զգացմունքներն են։ Հետևաբար, երբ որ Աստվածաշունչն ասում է սիրտդ մի խստացրու, ինչ է նշանակում սա։ Միտքդ մի փակիր։ Չէ, կամքիդ մեջ աննազանդ մի եղիր Աստծո առաջ եւ անզգամ մի դարձիր։ Մի խստացրեք, այսինքն պատասխանատվությունը մեզ վրա է։ Նկատել եք, մի խստացրեք ձեր սրտերը։ Ով է խստացնում։ Մարդը։ Ուրեմն դու ես պատասխանատու, եթե սիրտդ խստացրել ես։ Ինչպես իմանանք։ Առաջին նախանշանը սա է։ Սիրտդ խստացնել, այսինքն այս մարդու առաջին սերը սառել է։ Անտարբեր է դարձել հոգևոր երևույթների, արժեքների, եկեղեցու հանդեպ, ծառայությունների, աղոթքի կարդալու, մարդկանց հանդեպ ինքը անտարբեր է դարձել։ Առաջվա պես խանդավառ չի, առաջվա պես հետաքրքրված չի, սիրտը ասում են այդ մարդու ինչ է եղել, սառել է։ Վերջին օրերի մասին Հիսուսը որ զգուշացնում էր, ամենավտանգավոր մարգարեությունը պատերազմների մասին չէր։ Վտանգավոր մարգարեությունը սովը չի, տարաժամ մահերը չեն, այլ ասած վերջին օրերում շատերի սերը կամ սիրտը կսառի։ Սա ամենասարսափելի բանն է, որ կարող է որևէ հավատացյալի հետ պատահել, որ իր սերը կսառի։ Ինչու՞, որտեղ Աստված ասում է հայտնության մեջ, քո դեմ սա ունեմ, որ քո առաջի սերը թողել ես, սերը սառել է, դարձել ես գաղջ հավատացյալ, անտարբեր մեկը, միևնույն է արդեն քեզ համար, հետաքրքրված չես հոգևոր կյանքով, ծառայություններով, սիրտը քարացել է, սիրտը դարձել է անզգամ, եւ գիտեք դա մի անգամից է լինում քույրեր եղբայրներ, հուշեք ինձ, ունեք նման փորձառություն, դա կամաց կարող է լինել, շատ աննկատ կարող է լինել, դու էլ չնկատես ինչպես սիրտդ քարացավ եւ դարձար անտարբեր, ապառաշ, քար։ Նման հավատացյալը խոսում ես այդ առաջ, որ աչքերի մեջ կրակ կար, խանդավառություն կար, ուզում էր բոլորին գրկեր, սիրեր, բոլորին պատմեր Հիսուսի մասին, հիմա իրան տեսնում ես,
ես իմ չգիտեմ երևի դե տա Աստված կամ հավես չունեմ տրամադրություն չունեմ քար սիրտ ունի դրա համար հավես չունի դրա համար տրամադրություն չունի անցած կիրակի այն վկայությունը որ ես լսեցի ներսս տակն ու վրա եղավ Անիկույրը որտեղ Անիկույրը որ բեմից վկայեց որ կիրակիները զրկվում էր աշխատանքից ժողովից աշխատանքի պատճառով վեր կացավ գնաց նոյնի մոտ հրաժարվեց աշխատանքից ես նստած եմ որպես հովիվ լարվում եմ ասում Տեր Աստված ինչ գինա մարդը վճարել եւ հետո ասում է բայց Տերը ինձ հատուցեց Այսեք առիթ էր փնտրում մի բանի, որ Աստծուն փառավորել, չէ, իսկ նման մարդ ինչ անում, դե Տերը չի առաջնորդում, հավես չունեմ։ Շատերն է որ հոգևոր թվան ասում են հոգին է ասել։ Մի գնա եկեղեցի։ Հավես չունեմ, այսինքն հոգևորացնում են իրան, կամ ազնիվ եղի ասա վիրավորված եմ, սիրտս կոտրված է, չէ։ Մարգարեություն եմ ստացել, երազ եմ տեսել, չգիտեմ ինչ։ Չի զգում Երբ որ իրան ասում ես, որ սխալի մեջ ես, բայց ինչ եմ արել, որ ցույց տուր, որտեղ է գրած, որ դա մեղք է, ապացուցիր։ Քուրեր եղբայրներ, բաներ կա, որ գրված չի, բայց ամեն բան չի, որ մենք պետք է անենք։ Բաներ կա, որ գուցե մեղք էլ չի, բայց սազական չի։ Համաձայն եք, թե չէ։ Շատ է կարող մեղք չի մարած, մեղք չի, բայց չի սազում հավատացյալը։ Հոգևորին չի սազում։ Բայց չի զգում ինքը, ինչքան էլ ուզում ես իրան բացատրի, ինքը չի զգա, որովհետև սիրտը, միտքը, զգացմունքները, կամքը փակ են, բլոկ անգել ինքը, Աստված էլ հետը խոսում է, չի զգում, չի լսում, սա լուրջ հիվանդություն է, լսել եք ասում է սրտի պատը ինչ է եղել, հաստացել է, սա լուրջ հիվանդություն է, քարանում է սիրտը, անզգամ է դարձնում, երկրորդը որ նախանշան կա, որ սիրտը մարդու կարող է քարանալ եւ խստանալ, սխալ բաներով է հետաքրքրված։ Առաջ դա իրեն չէր հետաքրքրում, տեսեք մեր պատրաններն ինչ ասին, էլ TikTok, էլ աշխարհիկ երգեր, էլ մեզ դա չի հետաքրքրում։ Մենք ուզում ենք աղոթել, մենք ուզում ենք կարդալ, մենք ուզում ենք եկեղեցի գալ, վկայել մեր ընկերներին, իսկ առաջ իրանք հետաքրքրված չէին դրանով։ Սխալ բաներով հետաքրքրված հավատացյալ, աշխարհը նրան կանչում է։ Մեղքը հրապուրիչ է դառնում նրա համար։ Գիտեք, կա ժամանակ, երբ որ դու պայքարում ես մեղքի դեմ, որ ոչ մի կերպ մեղք չգործես, կա ժամանակ էլ չես պայքարում։ Գիտեք ինչի՞, որովհետև չի հետաքրքրում ձեզ։ Եղել է ձեր մոտ այդպես։ Ձանձրալի է մեղքը արդեն ինձ համար։ Դու այնքան ես զբաղված հոգևորով, աղոթքով, կարդալով, հաղորդակցությամբ, էլ քեզ չի ձգում, հաճելի էլ չի, տա հաճել է քեզ համար։ Այս անձնավորության համար մեղքը թովի չա, հերվից քաղցր իր ձայնը հնչում է, և ինքը մտածում է դարձավ հավատացյալ զրկվեց այդ հաճույքներից։ Աստված ինչ ասում, համեցիր, եթե ուզում ես, Հռոմեացիների մեջ ասում Աստված մատնեց նրանց անարգ կրքերի։ Չլինենք Ղովտի կնոջ նման, որ Սոդոմից դուրս եկա, բայց սիրտը մնաց Սոդոմի մեջ, և հետ էր նայում անընդհատ, և մի օր էլ ինչ դարձավ, քարի աղի արձան դարձավ։ Առաջվանը չի, լավ սկսես, բայց վաճ վերջացավ, էլ հետաքրքրված չի, գրքով հետաքրքրված չի, աղոթքով հետաքրքրված չի, ձանձրալի է իր համար այդ ամեն ինչը։ Քույրեր եղբայրներ, մի կարևոր բան ասեմ, ուշադիր լսենք։ Այդքան որ մարդիկ, հավատացյալները հատկապես, հեռախոսներն են ստուգում, այդքան որ անընդհատ ստուգում են ու թերթում են, եթե գոնե դրա կեսի չափ այս գրքով հետաքրքրված լինեին, ու անընդհատ ստուգեին, թե Աստված ինչ է ասում իրանց, ինչ է իրանց ասում, ոչ թե մի բան գտնի, որ ուրիշին գնա դեմը դնի, այլ հետաքրքրվի Աստված ինչ ասում, լայք է դնում իրան, սրտիկ է դնում, թե բարկացած է իր վրա, մեր կյանքը լրիվ ուրիշ կլներ, համաձայն եք թե չէ։ Մեր սրտերը կփոխվեին։ Այդքան որ ուրիշներով ենք հետաքրքրված, եթե մեզանով հետաքրքրված լինեինք, մեր կյանքով, մեր սիրտը քննեինք, ինչպես մեր հեռախոսներն են քննում, լրիվ ուրիշ կյանքով կապրենք մենք, լրիվ ուրիշ բան կստացվեր։
այդքան որ ուրիշների կյանքով են հետաքրքրված, այս դերասանը, այն երգիչը, դուք կզարմանաք, որ իմանաք այն մեկը ինչ էր արել, ինչ էր հագել, ինչ էր կերել, եթե այդքան հետաքրքրված լինեինք Աստվածաշնչի հերոսներով, ինչ կերավ Եսայան, ինչ արեց Պողոս առաքյալը, ինչ կյանքով էր ապրում Մովսեսը, Դանիելը, այն պատանիները ինչ չկերան, մեր կյանքը լրիվ ուրիշ կլիներ, բայց մենք աղբի մեջ ինչ ենք փնտրում, գանձ, ոսկի, վերջ-վերջ այդ աղբի հոտն էլ մեր վրայից կգա, մեր սիրտը կծանրանա, կխստանա և քար կդառնա։ Երրորդ նախանշանը սրտի խստության անհնազանդ է այս սիրտը, որտեղ ասում է, եթե նրա ձայնը լսեք, լսում էին, բայց չէին լսում։ Հիսուսն ասաց, լսելով լսում եք, բայց չեք լսում։ Ինչ է նշանակում սա։ Շատերը կարդում չեն հասկանում, ինչ է նշանակում լսելով կլսեք, բայց չեք լսի։ Ովքեր որ բանակում ծառայել են, երբ որ հրամանատարը իրան կանչում է շարքից դուրս, որ գա ներկայանա, զինվորն ինչ է ասում, լսում եմ։ Երբ որ հրամանատարը նրան մի հրաման է տալիս, զինվորն ինչ է ասում, լսում եմ։ Լսում եմ չի նշանակում, այսինքն ձայնդ լսեցի։ Լսում եմ նշանակում է համաձայն եմ, հնազանդ եմ, կգնամ և կկատարեմ քո գործը։ Մարդ կա, որ լսում է, բայց չի լսում։ Այսինքն հրամանը չի կատարում։ Լսում է ինչ են իրեն ասում։ Լսում է ինչ է Աստծո խոսքն իրեն ասում, բայց չի անում։ Դրա համար այս սիրտը լսում է նրա ձայնը, բայց չի հնազանդվում։ Լսում է, բայց չի լսում։ Քարացած սիրտ, խստացած սիրտ։ Երրորդ նախանշանը խիստ սրտի, խստացած սրտի, ծանրացած, քարացած սրտի, այս սիրտը հպարտացած է։ Երկրորդ մնացորդած 26-16-ում Ոզիա թագավորի մասին են կարդում, բացի այն, որ ինքը գիտենք Եսայա 6-րդ գլխում մեռավ, չէ, եւ այդ օրը Եսայան այդ տարին Տիրոջը տեսավ, բայց երկրորդ մնացորդած 26-16-ը կարդանք, ասում է, երբ որ նա զորացավ, հələ տեսեք, ինչ է ասում, կապը նայեք մի հատ, սիրտը, հուշեք ինձ ինչ է գրված, գոռոզացավ սիրտը, երբ որ նա զորացավ, սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց և հանցանք գործեց իր Տեր Աստծո դեմ, և ինչ եղավ բորոտությամբ զարկվեց, խայտառակ եղավ, իրեն տարան մեկուսարան Ոզիային, հիշում եք, մեկուսացրեցին հրեաներից և որպես թագավոր խայտառակվեց։ Երբ գոռոզացավ, երբ որ զորացավ, սիրտը հպարտացավ, քարացավ, անզգամ դարձավ։ Սա պարադոքս է։ Հետևաբար քույրեր եղբայրներ, ամենամեծ փորձությունը անհաջողությունը չի։ Ամենամեծ փորձությունը հաջողությունն է։ Ամենամեծ նեղությունը աղքատությունը չի։ Ամենամեծ նեղությունը կարող է հարստությունը լինել։ Եթե սիրտդ պատրաստ չլինի, դա քեզ կապականի։ Հետևաբար զգուշացեք այն ժամանակ եւ ոչ թե անհաջողվում եք, այլ երբ որ հաջողվում եք, մի մոռացեք, որ փառքը պետք է Աստծուն տաք եւ ոչ թե ձեզ վերագրեք։ Երբ որ դուք զորանում եք, մի մոռացեք զորացնողին։ Երբ որ ձեր կյանքում մի բան հաջողվել է, Նաբուգոդոնոսորի պես չկանգնեք, ասեք, «Էս իմ ձեռքերով ամեն ինչ արեցի, էս իմ շնորհն էր, էս իմ ճարպկությունն էր, էս իմ հմտությունն էր», այլ ասենք, «Սա իմ Աստծո շնորհքն էր»։ Ես այստեղ բաժին չունեմ, եթե Աստված չորհներ, ես չէի հաջողվի։ Համաձայն եք, պայմանավորվենք իրար հետ դա, որպեսզի մեր սիրտը չհպարտանա, մեր սիրտը չխստանա Աստծո առաջ։ Հաջորդը, հինգերորդը, այս սիրտը, խստացած սիրտը, ծանրացած, քարացած սիրտը, խրատ և խորհուրդ չի լսում, չի լսում։ Առակաց 15:32-ն ասում է, խրատ արհամարողը իր հոգին, իր անձն է վնասում, իսկ խրատը լսողը իմաստություն է ստանում, խրատ լսողը ստանում է, խրատ արհամարողը ձեռքից կտա իր անձն էլ, կփչանա ամեն բան, խրատ չի լսում։
Ես մի բան եմ նկատել քույրեր եղբայրներ, որ այս օրերին դեֆիցիտ են դարձել խրատ լսող մարդիկ։ Դեֆիցիտ են դարձել։ Իսկ հանդիմանություն լսողները վերացող տեսակ են ընդհանրապես։ Բայց գիտեք որ տեսակն է առաջ եկել։ Քաջալերիր ինչքան ուզում ես։ Խրախուսիր ինչքան ուզում ես, գովիր իր սիրտդ ինչքան ուզում ա դիմացինին, մեծ լսարան կունենաս, ծափահարողներ կունենաս, կդառնաս իրենց սիրելին, հենց քաջալերես, բայց բավական ա մեկին փորձես բարեկամաբար մի փոքրիկ խրատ տաս, նակ ասես ես լինեի քո տեղը չէի անի դա, փորձես ասես թույլ կտաս աչքիդ վերևի ունքը մի հատ շտկեմ, կտան ինչ կանեն, աշկու ունքը կհանեն։ Դրա համար այս տեսակը վերացող տեսակ է։ Քաջալերիր, բայց մի խրատիր, դուխ տուր ինձ, թև տուր ինձ։ Ես մի բան եմ որոշել իմ ներսում, երբեք չքաջալերեմ այն մարդկանց, ովքեր խրատ չեն լսում, որտեղ դա վտանգավոր է։ Ես կարող եմ իրանց քաջալերել եւ իրանք մեղքի մեջ հայտնվեն։ Կարող եմ իրանց խրախուսել եւ վերջում իրանց եսը խրախուսվի, չէ՞, իրանց ամբիցիան, իրանց փառամոլությունը խրախուսվի, բայց ես որոշել եմ անխնա քաջալերել են մարդուն, ով հանդիմանության մեջ իրանց խնայել չգիտի, ով պատրաստ է լսի ականջ դնի հանդիմանություն եւ խրատ եւ չի փչանա դրանից։ 6-րդը, ինչպիսին է խիստ սիրտը, 6-րդը իմ մոտ չի թերթվում։ Խիստ սիրտը լի է աններողամտությամբ, հիշաչարությամբ եւ վիրավորանքով։ Այդպես է թե ոչ։ Խիստ սիրտը, խստացած ու քարացած սիրտը աններողամտություն ունի, հիշաչարություն ունի, վիրավորանք ունի։ Վիրավորված սիրտը խստանում է։ Ղուկաս 6:45 խոսքում Տեր Հիսուսն ասաց. Բարի մարդը իր սրտի բարի գանձից, մի հատ ստուգենք արդյոք մեր սրտի մեջ գանձեր կան թե չէ, բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդը, որտեղից է երևում բարին ու չարը, սրտից, չէ, չար մարդը իր սրտի չար կուտակվածից, նա կուտակել է չարիք, կուտակել է վրեժխնդրություն, կուտակել է հիշաչարություն, կուտակել է մաղձ, թույն, աններողամտություն, չարն է բխեցնում, որովհետև բերանը, ոնց ենք իմ սրտի մեջ ինչ կա, բերանը կուտակվածից է խոսում, ավել ցուկից, հավաքածից է խոսում, հիմա հարց, ստուգիր բերանդ, չէ, երբ որ մենք առաջ գնում ենք բժիշկի, բժիշկն ինչ էր ասում, բալիկ ջան մի հատ բերան բաց ասա, չէ, մի հատ բերանդ բաց արա, Եվ միշտ մտածում է բերանից մեջ ինչ կա, որ տենց է ինքը որոշում, բայց այսօր Աստված էլ է ասում, ուզում ես իմանամ սրտիդ մեջ ինչ կա, մի հատ բերանդ բաց արա, եւ բժիշկը այդ լույսը գցում է ու նայում է ներսում ինչ կա, չես կարող կեղծել, մի օր բերանից դուրս կգա այդ ամեն ինչը, դրա համար ուշադիր քննիր ինչ կա ներսումդ, ուզում ես լեզուդ փոխվի, սիրտդ պիտի փոխվի, ուզում ես շուրթերդ ասում է թող իմ շուրթերի խոսքերը քեզ հաճելի լինեն, սիրտդ պիտի հաճելի լինի Տիրոջը։ Հիմա արագ նայենք 3 մարդկանց, որոնք իրենց սրտերը խստացրին եւ ինչ եղավ իրանց հետ։ 3 մարդիկ։ Առաջինը անհավատ փարավոնն էր։ Անհավատ փարավոնը։ Ծանոթ է ձեզ ելից գրքում տեսնում ենք, որ Մովսեսը գնաց նրա մոտ եւ ասաց. «Թող իմ ժողովուրդը դուրս գա, հերիք իրանց տանջես»։ Դաժան փարավոն։ Գիտեք, այնքան դաժան էին փարավոնները, որ ասում է, որ մեռնում էին իրանք, ամբողջ պալատը ողբում ու սգում էր։ Գիտեք ինչ են ողբում ու սգում։ Ոչ թե որ այս մարդը մեռավ, այլ որովհետեւ իրանց կենթանի թաղում էին փարավոնի հետ։ Լիներ երեխա մեծահասակ, թե ով լիներ, բոլոր պալատականներին սպանում ու թաղում էին դամբարան փարավոնի հետ, որ իբր են աշխարհում էլ իրան ծառա են, այդքան դաժան էին փարավոնները, անսիրտ, երբ որ Մովսեսը դիմեց նրան, գիտեք ինչ ասաց, ով է Տերը, որ ես լսեմ նրա խոսքերին, եւ թողնեմ Իսրայելին, Տիրոջը չեմ ճանաչում, եւ Իսրայելին էլ թույլ չեմ տա։ Ահա նրա խոսքը։
Եվ մենք տեսնում ենք 8:15 խոսքում եւ տարբեր տեղերում ասում է փարավոնը իր սիրտը ինչ արեց, խստացրեց։ 20 անգամ Աստվածաշնչում գրված է փարավոնը իր սիրտը խստացրեց։ Սկզբում ինքը խստացրեց, հետո Աստված ավելի խստացրեց։ Նենց չի որ Աստծուն մեղադրենք, ասենք, այդ իրանից էր կախված, ինքը խստացրեց։ Երբ որ դու քեզ խստացնում ես, հետո Աստված քեզ մատնում է քո ընտրությանը։ Ինչ ենք տեսնում հետո։ Տեսավ Աստծո գործերը, չէ՞, տեսավ թե չէ։ Ջուրը արյուն դարձավ։ Երկիրը պատուհասով զարկվեց։ Փարավոնը 4 անգամ Մովսեսին խնդրեց, որ աղոթի իր համար, 4 անգամ։ Մի անգամ խնդրեց, ասեց ինձ էլ հիշի եւ օրհնի ինձ։ Քանի անգամ մեղա եկավ, իբր, բայց չապաշխարեց, չփոխվեց, այլ միտեղ գրված ասում է, երբ որ տեսավ դյուրություն եղավ, այսինքն հեշտացավ, անցավ փորձանքը, մոռացավ Աստծուն, խիստ սիրտը նորից խստացրեց։ Այդ փարավոնն է, բայց մի հատ մեզ հիշենք, միթե փարավոնի սիրտը նույն մարդկային սիրտը չի։ Մենք էլ կարող ենք այդպիսին լինել։ Տեսել եք մարդուն նեղության մեջ, ինչպիսին է ինքը։ Գնացեք հիվանդանոցներ, արդյոք աթեիստ կտեսնեք այնտեղ։ Չեք տեսնի այնտեղ։ Բոլորը հոգևոր աշխարհով են հետարկրված։ Աղոթքի կարիք ունեն, խնդրում են, որ աղոթես իրանց համար։ Հենց լավանում են, բժիշկ ջան, շնորհակալ եմ քեզանից։ Տեսել եք մեկին, որ նեղության փորձանքի մեջ է, օրինակ ոստիկանության դուռն է, չգիտեմ, պարքերի մեջ է, Աստված ջան, Աստված ջան, Աստված ջան։ Հիշում են Աստծուն։ Սիրտը փափկում է։ Հենց տեսնում են դյուրություն է լինում, հեշտություն է լինում, հավաքվում ենք, տղեկով գնում ենք նշելու։ Եվ գնում են, նշում են։ Եվ ամեն մի օղու բաժակետ իրան սիրտը ավելի կարծրանում է։ Դե մենք Աստծուն էլ հիշեցինք, ասենք, Տեր Աստված։ Դա զզվելի է Աստծո համար, դա պաշտամունք եւ աղոթ չի։ Պատկերացնում եք Աստծո համար որքան զզվելի է, որ մեկ իրան հիշում է օղու բաժակը ձեռքը։ Սա զզվանք է հարուցում Աստծո մոտ։ 12 անգամ Մովսեսը գնաց փարավոնի մոտ։ 12 անգամ նրան շանս տրվեց փոխվելու եւ ապաշխարելու, բայց չփոխվեց։ Վերջում ինչ եղավ իր հետ, բոլորիս հայտնի է։ Ուրեմն անհավատ փարավոնը։ Երկրորդ մարդու տեսակը, որ տեսնում ենք սրտերը խստացրեցին, Աստվածաշունչն ասում է թերահավատ հրյաները։ Տեսեք, անհավատ փարավոնը, հետո թերահավատ հրյաները 40 տարի Աստծո գործը տեսան, բայց Աստծո էությունը չունեցան։ Աստծո ձեռքը տեսան, Աստծո երեսը չտեսան։ Գիտեք ինչու, որտեղ Աստծո ձեռքն էին փնտրում, բայց Աստծո երեսը մենակ Մովսեսն էր փնտրում։ Այսօր շատերն էլ գիտեք ինչ են անում, Աստծո ձեռքին են նայում, բայց չեն ուզում Աստծո երեսին նայեն։ Որտեղ եթե Աստծո երեսին նայեն, իրան կփոխվեն։ Ասում են մի տղամարդ, որ ամեն անգամ տուն էր գնում, լիքը ձեռքերով, լիքը զամբյուղով, առևտուր արած գնում էր տուն։ Կինը բացում էր, նայում էր ձեռքերին, ինչ կա ներս էր թողում։ Հետո մի անգամ փող չուներ, ոչ մի առևտուր չարեց, տենց գնաց տուն, դուռը թակեց, կինը բացեց, նայեց ձեռքերը դատարկ է, հետո նայեց դեմքին, ասեց. «Էս երբ այնց ես դու ակնոց կրում»։ 10 տարի ակնոց է դնում, բայց կինը ձեռքերին էր նայում, դեմքին չէր նայում։ Եթե այսօր Աստծո երեսին նայեն, կարող է կնճիռներ տեսնես, վիշտ տեսնես քո հասցեն, կարող է տեսնես, որ երեսն է փայլեցնում քեզ վրա, բայց հրյաները Աստծո գրպանն էին ուզում մտնել, բայց Աստծո սիրտը չմտան։ Դրա համար Աստված ինչ ասում, ինչ արեցի, զզվեցի։ Վազգեն եղբայր, որ մի հատ հրաշք տեսնեմ, չէ, լրիվ կյանքս կփոխվի։ Հրյաները մի հատ չէ, ամեն օր էին հրաշքներ տեսնում, բայց հրաշքը իրանց կյանքը չփոխեց։ Մի անգամ մի հատ տատիկի վկայում էի, ասում է, արի ես կիրակի, արի եկեղեցի, սիրտը տուր Տիրոջ ապաշխարի, բալաջան, ոտս, գիտես ոնց է ցավում ծունկս, այ որ Աստված բժշկի կգա։ Մի քանի օր հետո Facebook-ով տեսնում եմ, անենց էր պարում թորան հարսանիքին,
Անեն ծեր պարում, եւ մի քանի օր հետո տեսնում եմ թորը գրել է սիրելիներ տեղյակ եմ պահում, որ տատիկիս հոգեհանգիստը այսին սրահում կլինի։ Չասցրես գալ։ Այ որ Տերը բժշկի, հրաշք եմ փնտրում, բայց Աստծուն չեմ փնտրում, Աստված զզվում է այդ տեսակից։ Միթե արդյոք դուք կհավանեք այն տեսակը, որ միայն ձեզ համար փողի համար են շփվում ձեզ հետ։ Շահ եմ փնտրում իրանց անձնական, ձեզ չեմ փնտրում, ձեր շահն եմ, իրեն շահն եմ փնտրում ձեր մեջ, ձեր փողն եմ փնտրում, ձեր հնարավորությունը, բայց ոչ թե ձեզ, դա կեղծ է։ Աստծուն փնտրողը առիթ է գտնում փնտրելու, իսկ Աստծուց փախչողը առիթ է ստեղծում, որ փախնի։ Մեր անիքույրը ստեղծեց առիթ, որ գա Աստծուն, ոմանք է ստեղծում են հավես չունեմ, եղանակ լավը չի, տրամադրություն չունեմ, բայց եթե ուզում ես Աստծուն փնտրես, միշտ առիթ կգտնես Աստծուն փնտրելու համար։ Ուրեմն առաջինը անհավատ փարավոնը, սիրտը ինչ արեց, երկրորդը թերահավատ հրեաները ինչ արեցին իրան սիրտը, խստացրեցին, երրորդը, նայենք երրորդը հավատացյալ աշակերտները, անհավատ փարավոնը, թերահավատ հրեաները, հավատացյալ աշակերտները, ինչ արեցին, էլի խստացրին իրանց սիրտը։ Մարկոս 8-րդ գլխի մեջ ասում աշակերտները մոռացել էին հաց վերցնել, նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին, Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. զգուշացեք փարիսեցիների ու հերովդեսյանների խմորից։ Մեկ էլ այդ պայն ասեմ, վայ Հիսուս ջան, գիտես խմոր ասիր հիշեցի, հաց էինք մոռացել վերցնենք։ Այսինքն ինքը ուրիշ բան ասում, սրանք ուրիշ բան են հասկանում։ Բացարձակ չեն հասկանում Հիսուսն ինչ է ասում։ Զգուշացեք փարիսեցիների եւ հերովդեսականների խմորից։ Ինչ է նշանակում դա։ Փարիսեցիները կրոնական աշխարհն էին ներկայացնում, հերովդեսականները քաղաքական աշխարհն էին ներկայացնում, եւ Հիսուսն ասաց այդ դա խմոր է, հեռու մնացեք։ Չհասկացան։ Աշակերտները մտածում էին ու իրար մեջ ասում էին, քանի որ հաց չունենք, դրա համար է ասում։ Դուք հələ սրանց տեսեք։ Հիսուսը հասկացավ եւ նրանց ասաց. ինչու եք մտածում, թե հաց չունեք, դեռ չեք հասկանում եւ չեք հիշում, ձեր սիրտը այդքան ընդարմացած է, այսինքն ծանրացած է, բթացած է, խստացած է, աչք ունեք եւ չեք տեսնում, ականջ ունեք եւ չեք լսում ու չեք հիշում միթե։ Հիմա Հիսուսի դիագնոզը վերջում։ Ինչպես իմանանք մարդու սիրտը խստացել է թե չէ, ինչ նախանշաններ կան ըստ Հիսուսի։ Այդ մարդը չի հասկանում, չի հիշում Աստծո գործը իր կյանքի մեջ, չի տեսնում եւ չի լսում։ Աստված խոսում է իր հետ, բայց չի լսում, չի հասկանում։ Սա լուրջ հիվանդություն է։ Սա թմրած սիրտ ունեցող մարդու նկարագիրն է։ Իր քթի տակ հրաշքներ են կատարվում, Սուրբ Հոգին շարժվում է, քարոզիչները գալիս են, քարոզիչները գնում են, մարդիկ բժշկվում են, մարդիկ փոխվում են, ազատագրվում են, ինքը նույնն է։ Երեք, այսօր, վաղը նույնն է ինքը։ Մի հովիվ պատմում էր, ասում է գնացի մեր եղբայր կար 20 տարի չէր փոխվում եկեղեցում, ասի եղբայր ջան, ուզում եմ քեզ օգնեմ, որ դու փոխվես։ Ասում է նայեց ինձ, ասես տոյ եղբայր։ Սկի Հիսուս Քրիստոսը չկարողացավ ինձ փոխել, ուր մնաս դու կարողանաս ինձ փոխել։ Կարող է լինի, եկեղեցում է լինի, չփոխվի ինքը։ Իր շուրջ բոլորը փոխվեն, ինքը նույնը մնա։ Այսօր ասենք Տեր ինձ փոխիր, ես չեմ ուզում նույնը մնամ։ Ղուկաս ավետարան 21-րդ գլխի 34 խոսքում ասում է Հիսուսը զգուշ եղեք, ձեր անձերի համար զգուշ եղեք։ Ինչ պահով գուցե ձեր սրտերը ծանրանան կամ խստանան կամ թմրեն կամ բթանան կամ քար դառնան, ինչպես զեխությամբ։ Ինչ է զեխություն, ասեք ինձ, հուշեք ինձ հայագետներ, շատակերությամբ, որկրամոլությամբ, աշխարհային զվարճանքներով, գուցե ձեր սրտերը ծանրանան, զեխությամբ, հարբեցողությամբ, ում սրտերը, աշակերտներին էր ասում Հիսուսը, այս կյանքի հոգսերով եւ այդ օրը հանկարծակի ձեզ վրա գա, որ դուք չեք էլ հասցնի ապաշխարեք։
Փարավոնը չհասցրեց, հրեաները չհասցրեցին, որովհետև սրտերը ծանրացան, ուտել խմելու մեջ։ Ինչ ես անում տղեկով, ինչ ես անում կոլեկտիվով, ստեղ ենք, ընդեղ ենք, այն մի տեղն ենք, գնում ենք, էսի նշենք, մեր աղբոր են ինչը նշենք, մեր են ինչի են ինչը նշենք, եւ անդադ իրենք նշելու վրա են, բայց մոռանում են ինքը մի կարևոր բան նշի, որ Տեր, ես ուզում եմ քեզ հետ խնջույք ունենամ։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովն ինչ արեցին, հրաժարվեցին թագավորի այս սեղան նստելուց, բայց իրանք ավելի պարարտացան։ Զգուշ եղիր, ասում է Հիսուսը։ Մեղք կա միթե այդ ամեն ինչը, կարող է մեղք չլինի, բայց հարիր չի։ Կարող է տանի դեպի մեղքը, չէ՞։ Հարիր չի։ Սիրտդ մի օր կծանրանա, ինքդ էլ չես զգա ինչպես հետ կանգնեցիր։ Որն է լուծումը։ Պատրաստվենք երկրպագությամբ եւ տեսնենք որն է լուծումը։ Հաջորդը Եզեկիել 36:26-ում ասում է Տերը. Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Մարդ կա չէ ասում են իր մասին, ասում այնքան լավ սիրտ ունի, այնքան լավ սիրտ ունի, կամ մարդ իր մասին ասում, անես լավ սիրտ ունեմ ես։ Աստծո խոսքը մի դիագնոզ է տալի մեր սրտի մասին, մի դիագնոզ, չար եւ խաբեբայ է մարդու սիրտը։ Դրա համար անգամ Աստծո խոսքը չի ասում, քո սիրտը պիտի կարկատեմ, նորոգեմ, ներսից ռեմոնտ անեմ, փոխեմ այս ձև, որ նոր սիրտ տամ քեզ։ Ես քեզ նոր սիրտ եմ տալու։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Մեր սրտից հույս չկա, մեր տեսակը լավ տեսակ չի։ Թող ոչ ոք իրեն չգովա։ Մի սիրտ կա, որը մաքուր է եւ փնտրում է Տիրոջը։ Դա Քրիստոսի սիրտն է, որ Աստված ուզում է դնի մեր մեջ։ Լսել եք այդ արտահայտությունը, ասում են սրտի փոխպատվաստում։ Չէ, ինչ է նշանակում, երբ որ մեկը մահանում է եւ իր սիրտը կտակում է ուրիշին, ասում է կարող է գործածել։ Մի անգամ ասում են մեկը այդպես մահացավ եւ գրեց, որ իմ սիրտը տվեք այն մարդուն, ով կարիք ունի այս սրտին, եւ գիտեք այդ պահին արագ պետքա դա լիներ։ Եվ դրեցին սիրտը հատուկ պայմանների մեջ, դրեցին շտապ օգնության մեքենա, տեսան այն ինչ որ հիվանդանոցում մեկը կա, որ դրա կարիքն ունի, ճանապարհը ազատեցին, ամբողջ երթևեկությունը կանգնեց, նոր սիրտ է գնում, պիտի տեղ հասնի։ Աստված ուզում է մեզ նոր սիրտ տա, զգայուն, իր հանդեպ զգայուն սիրտ տա։ Մեղքի հանդեպ է զգայուն, որ հասկանա որն է մեղքը, որն է հաճելին, որն է տհաճը, ինչից է Աստված զզվում եւ ինչ է Աստված սիրում։ Դա է նոր սիրտը։ 139 Սաղմոսի 23-րդ խոսքում է Դավիթն ասում է. «Փորձիր ինձով Աստված, ճանաչիր իմ սիրտը»։ Ինչ եղել է, որ գնաք սրտի կարդիոգրամայի, սրտի քննության, բժիշկը միացնում է, չէ, այդ դատչիկները, տվիչները եւ ստուգում է էկրանի վրա։ Ահա այդ ապարատ Աստծո խոսքը։ Փորձիր ինձով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Եվ տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Ինչ է նշանակում քննիր, ինչ է նշանակում։ Ամենալավ օրինակը, որ կարող եմ ձեզ բերել, երբևէ օթանավով թռած կաք, չէ՞, երկրից դուրս եկած կաք։ Օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում այդքան շատ խիստ չի կարողա, բայց երբ որ մահմեդական երկրներ են գնում, կամ թեկուզ Միացյալ Նահանգներ, երբ որ սահմանը պիտի անցնես եւ մտնես իրենց երկիր, դեռ չմտած, սահմանի վրա, ինչ է անում սահմանապահը, բացում է քո պայուսակը եւ ոչ էլ կուլտուրական ձևով, այլ տակնու վրա է անում։ Ինչ է անում, ման է գալիս, ինչ է ման գալիս, մի բան, որը օրինական չի։ Ես հիշում եմ առաջին անգամ, որ Միացյալ Նահանգներ պիտի գնայի, կողքից ով կար, մի հատ փոքր բան է, այս տար մորքուրիս աղջկան, այս տար քերուս տղային, հետո սահմանապահը բացել է պայուսակ, ասում է, «Էս ինչ է»։ Ասում, «Դե արի սրան բացատրի, բաստուրմա անգլերենում ինչ են ասում»։ Այսինքն հումմիս, ասում, «Էս հումմիս, էս ինչ հոտ է գալիս, էս ում համար ես տամ, փչացել է, թափեցինք»։ Հետո մի հատ կանաչ զանգված, ասում է, «Էս ինչ է»։
Տեր Աստված հիմա ծիտրոնա, կիտրոնա, հայրենս კი չգիտեմ այդ բառը, սան ինչ բացատրեմ, ասում եմ ծիտրոնա, ասում եմ ինչի համար է, ասում դե դե խորովածը, որ սենց մսի վրա եւ այլն, չի հասկանում։ Բաներ կա, որ հավաքել ես քո մեջ, նեխած, հոտած, այսօր ասենք Տեր իմ սիրտը այդպես քրքրի, մաքրի, հեռացրու։ Եթե հնից մնացած մի հատ հիշաչարություն կա, աններողամտություն կա, մաքրի իմ սիրտը, մաքուր սիրտ տորից Տեր։ Եվ վերջինը տեսնում ենք ինչ է ասում, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը, Աստված այսօր խոսում է մեզ հետ, հիմա խոսում է մեզ հետ, մինչև սիրտը չփոխես, չես կարողանա լսել նրա ձայնը։